Բարև ձեզ ժողովուրդ ջան, արդեն տևական ժամանակ է համացանցում քննարկվում է պարգևավճարներ եւ նորից պարգևավճարներ, կարծես քուն չունեն մարդիկ։ Նախ առաջինն է, ասեմ, որ սա տգիտություն է, երբ որ դու մտնում ես ինչ-որ մեկի գրպան, իր ստացած աշխատավարձն ես հաշվում։ Այս իրոք տգիտության գագաթնակետն է։ Երկրորդը։ Ժողովուրդ ջան, այդ որ ասում եք 3 միլիոն։ 3 միլիոնում ա եղել։ Տեղյակ եք։ Կամ այդ 3 միլիոնի մեջ տեղյակ եք, որ երկու աշխատավարձ ա մտել։ Ինչ որ օտպուսկի փող ա մտել, այսինքն արձակուրդայիններ ա եղել։ Նոր հետո մնացածը պարգևավճար։ Հերիք չի ընկնեք մարդկանց գրպանները։ Հաշվեք, թե ինչքան փող են աշխատում։ Չէ, նման մարդիկ, ովքեր այդ մասին խոսում են, արժանի են Սերժանման, Քոչարյանանման կառավարությանը, որպեսի իսկի աշխատավարձի օրն էլ չհիշեն, այնքան քեր են երկիրը, որ դրա հույս ինչը լինեն, որ սենց պակազնոյ ցույց տան, որ ոչ մի պարգևավճար չեն ստանում։ Ժողովուրդ, լսեք մի հատ ձեզ մի բան ասեմ, ուշադիր լսեք։ Մարդը, որ աշխատում է, մարդը պետք է խրախուսվի, մարդը պետք է գնահատվի, մարդուն պետք է շնորհակալ լինես, յուրաքանչյուր կորպորացիա վերցրա, մեծ ֆիրմաներ վերցրա, բոլորն էլ իրանց աշխատողներին խրախուսում են, նորմալ ֆիրմաների հետ եմ, բոլորն էլ խրախուսում են, որովհետև մարդուն պետք է խրախուսես, որ ինքը ուզենա էլ ավելի լավ աշխատի։ Հիմա տեսեք, մեր կառավարության անդամները, լեզուները տիրապետող, ուսումները ունեցող, մագիստրատուրաները ավարտած, իրանք մի հատ միջազգային կայք կա, իրանք հենց այդտեղ իրանց բաները դնեն, անուն ինչա ռեզումեները դնեն, իրանք միանգամից կստանան առաջարկներ արտ երկրներում աշխատելու համար։ Ու չեն ստանա 700,000, 450,000։ Կամ այդ 3 միլիոնի հույսին չեն մնա, կստանան 20,000-ից, $20,000-ից սկսած աշխատավարձներ։ Հերիք է էլի։ Այս մարդիկ արդեն հերոս են, որ հելել են մեր տունը պահում են, մեր դրոշն ու գերբը պահում են։ Ամեն օր, չգիտես ինչ ուժերի դեմ կռիվ են տալիս։ Նստել եք 3 միլիոն եք տրռսնում, հերիք է։ Ով էր բռնել ձեր ձեռը։ Գնայիք սովորեիք, մի քանի ինստիտուտ ավարտեիք, սահքյանքներդ գրքեր գզեիք։ Ոչ թե երկու ոտով պատիեզդի պատին հենած սենց լավ տղա խաղայիք, որ այսօր էլ հելնեք աբիժնիկի նման։ 3 միլիոն պարգևավճար են ստացել։ Ստի մերը թե 3 միլիոնը։ Որտեղից 3 միլիոն տեսե։ Թե որ տենց գրում են, ուրեմն էդի վсё, արդեն փաստ է։ Աշխատավարձն է, 13-րդ աշխատավարձն է, արձակուրդայիններն է, նոր պարգևավճար։ Հերիք է էլի։ Իրանք արդեն հերոս են։ Առավոտից իրիկուն նենց ուժերի դեմ են պայքարում։ Հենա Սալավիովը հել է նորից լոչվում է։ Որ մենք կորցնում ենք Հայաստանին, կտրիճը քսի ա տվե, աղբոր հետ, որտև զգում են, որ կրակը մոտենում է ողորներին, այդ գրողները թեք ելնելու պայքար եք դրանց դեմ, թե որ հելնում եք դուս, քայլնում եք, մտածում եք հետ ա պայքարը, մենակ հետ չի պայքարը, պայքարը նաև են ա, որ պետք է ուղեղդ աշխատացնես, հնենց պայքարես, որ ոչ քո երկրին, ոչ պետությանը վնասես, ոչ էլ հարաբերություններին, բայց դրա հետ մեկտեղ քո ինքնիշխանությունը պահես, որովհետև ի համեմատ դեռ թույլ ենք։ Հերիքա մտնեք մարդկանց գրպանները, սա տգիտություն է։ Պետք է բռնեն, գրպեն, չրպեն, ձեզ սոված անտրոսիկ թողեն, են աշխատավարձն էլ տան ձեզ։ Այդ ժամանակ լավա կլինեն, չէ։ Զզվանք արա, զզվանք, դիշովկա բաներ մի արեք։ Են ճակերտավոր ընդդիմություն խաղացող տղերքը, որ հելնում են ասում են 3 միլիոն պարգևավճար, այսքան սոված տուն, այսքան խնդիր եւ այլն եւ այլն։ Վա որ դառնաք ընդդիմություն ազգային ժողով, մլկտենան ոնց եք այդ պարգևավճարներից հրաժարվելու, այսինքն լուպայով դնելու եմ նայեմ։ Հերիքա դիշովկա քայլեր անեք։ Զզվելի է, իրոք զզվելի է։ Կամ ինձ ասում են Մերի ջան, հասկացանք իրանք պարգևավճար իրանք աշխատել են, բանդիմությանը խի են տվել, ժողովուրդ, չի կարա կառավարությունը, բռնի մենակ ինքը իրան պարգևավճար տա։ Այսի կլինի աբսուրդ, որովհետև այդ նույն, չգիտեք, սատկած են ինչ են այդ ընդդիմությունը, կապ չունի ովքեր են։ Հարցը նա է, որ իրանք ժողովուրդ ա բերել, իրանք ժողովուրդ հանտրել, ձայն տվել, մցրել այդ ազգային ժողով։ Ու այն ինչ որ ստանում է կառավարությունը, այն ինչ որ ստանում է ՔՊ պատգամավորը, նույնը պետք է ստանա մյուսը։ Չկա տենց բան։ Իմ ու քոն մի արեք։ Հասկացա, որ ատում եք դրանց։ Բայց չի նշանակում, որ պետությունը պետք է վերցնի էմոցիաներով առաջնորդվի ու ձեր նման մտածի մենակ իրան պարգևավճար տա։ Տենց բան չկա։ Լիքը դպրոցների ուսուցիչներ կան,
Առավոտի ծիրիգուն Փաշինյանին հայոյելով բանա ման են գալիս։ Բայց խաբարեք ինչքան են ստացել։ Ամբողջ պետական մարմինը ստացել է։ Ու զարմանալին են որ տենում ես դպրոցի տնօրենը մի հատ լավ լափել է։ Պլյուս այդ պարքեվավճարներն էլ ստացել է։ Բայց հենումա խոսմա ինչ պարքեվավճար, այսի вообще կոմեդիա է, ալա կոմեդիա։ Դուք ավելի լավ ապայքարեք այն մարդկանց դեմ, այն անասունների դեմ, որ աշխատավարձները չեն տալիս իրանց ժողովրդին, իրանց աշխատողներին, բայց անունը դնում են, որ Փաշինյանը չի տալիս։ Փաշինյանը հենց օրենքը ընդունել, որը ետին ուժ ունի ակազվեցը։ Հա։ Փաշինյանի պատճառով տավարի ցավը չի կարող իր աշխատողներին աշխատավարձ տա։ Չի կարող ոչ պարքեվավճար տա, ոչ աշխատավարձ տա, վիճիցիլի, որովհետև հենց օրենքը ընդունել Փաշինյանը, կառավարությունը, որ դրա պատճառով ինքը չի կարող տա։ Դուք այս մասին մտածեք։ Մեկ է մտածեք, որ Սիսյանի են հիվանդանոցը, որ սարքում են, դա աշխատողներն էլ են բողոքվում, որ աշխատավարձ չեն ստանում ամիսներով։ Ու աշխատավարձ չտվողը, ասում է Փաշինյանը չի փոխանցել։ Կառավարությունը չի տալիս այդ փողերը։ Այս մասին խոսեք։ Հելեք դրանց անեք տրաս։ Ոչ թե պարքեվավճար ստացի տարին մի անգամ, տրտոտակ սաղդ։ Նորմալ խնդիրներից խոսեք։ Իսկ ինչ հասնում է այն նորությունները, որ ես ստանում եմ։ Ես այս ամեն ինչ կանեմ, որ ստուգեմ։ Մի հատ տեսնեմ Սիսյանի այդ հիվանդանոցը, որ սարքում են, կառուցում են։ Դա աշխատողները ստացել են աշխատավարձները, թե ոչ։ Որ աշխատավարձներն են ստացել։ Ու ընդհանրապես այդ աշխատողները թող ինձ գրեն։ Թող ինձ գրեն, ես միշտ էլ ով ինձ գրելա, միշտ իր անձը թաքուն եմ պահել։ Այդ հարցում կարաք վստահ լինեք։ Հələ գրեք տենամ աշխատավարձները ստացաք թե չէ։ Էդի մեկ, երկրորդը, այդ ես եմ ինչ ֆարմ ապտեկաների սեյց։ Ինչ որ Կարեն էր անունը ինչ էր։ Այ հոգնած անգրագետ, նամակներդ եմ կարդացել։ Տեսել եմ ինչքան տագետ անգրագետ ես։ Մի բառի մեջ երկու սխալ անելով։ Բայց ատո կարողանում ես Փաշինյանին մեղադրես, որ նենց օրենքը ընդունել, որ դու տավարի ցավ չես կարողանում, հա, աշխատավարձ տաս։ Ուրեմն եթե մի ծնունդ, լսի քեզ ինչ եմ ասում։ Մեկ էլ սենց խաղ տվեցիր, այդ ֆարմդ մտնելու է հետևդ։ Անեց կմցնեմ։ Կհանեմ տրաս։ Մեկը չփորձի հանկարծ աշխատավարձի մասով կառավարությանը մեղադրի կամ Փաշինյանի բերած օրենքներին։ Գերանք թքեք, լուրջ եմ ասում։ Այսքանը։